այսքան անազգամ լինել չի կարելի, էլի, ես ասել եմ, նորից եմ կրկնում, այս անասունը Ջոելթենի, Տրամպի յառի կողմնակիցներից մեկն էր, որը մինչև Տրամպի ընտրությունները միգրանտներին լալում էր ԱՄՆ-ից, հիմա այս ղախպի ծնունդը եկել է Հայաստան, դուք գիտեք ինչքան անպատվանք եմ ես սրան գրել, որ մի բոզի ծնունդն է սրան թողել Հայաստան, բայց հիմա ուրիշ բան եմ ուզում ասել, հասկացանք դեգեներատներ են, հայաստանցիները դեբիլ են, հայոց դեբիլ կրթություն են, թե բայց այս աստիճան անազգամ, այս այլանդակը բառացիորեն միգրանտների լալում են, նաև այն թվում հայերի, որոնք այսօր բանտարկված են ԱՄՆ-ին դեպորտացվելու համար, դուք հասկանում եք անազգամներ, ոնց եք սրան ողջունում, և ողջունողներից մեկն էլ գիտեք ով է, մի քանի անգամ է ողջունել բանը, Տիգրան Բոզի տղա Խզմալյանը, իհարկե, բայց գիտեք ես արդեն կասկածում եմ, էլի, հիմա որ բռնում ես Հայաստանցում, ասում ես, ինֆորմացիան ինքը կարող է ունել, բայց ասում ես, այս սա հայերի միգրանտերի, որ այն ինչ-որ այսօր կատարվում է, ինչ-որ բոլորդ լավ տեղյակ եք, ինչպես են վարվում միգրանտների հետ, դեպորտացիա լավ, նաև հայերին, Հայաստանի քաղաքացիներին, այս ղախպեն հենց դրա համար, այս ղախպեն, այս Ջոելթենին, հենց դրա համար էր սատարում Տրամպին, հիմա որ սես բացատրես, չէ, ես կասկածում եմ, որ սա կասի չէ, ուրեմն թող չգա, սա բոզի ծնունդ է, արա ես արդեն դուք միայն Փաշինյանը չի, միայն այդ ալեն բոզի ծնունդները չէ, աղավաղվել է սերունդները, ղախպի ծնունդները, ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը այս չարիքը, ծայրահեղ անարդարություններ էլի մեղմ ասած, իրենց կաշվի վրա զգան, այսինքն այն աստիճան, որ դուք հասկացաք, ես կասկածում եմ, էլի, որովհետև չկա արա, բացի ինձան չկա, այդ տենդենսը չկա, ոնց ասել, պրիզնիկը, տվյալներ չկան, հիմի որ բռնես Երևանում ասես, ապեր, տեսնում ես այս ղախպին, ԱՄՆ-ի քաղաքացի, սա միգրանտներին լարում էր, սա դժգոհում էր, թե ինչ են եկել, այսքան հայր լծվել իր երկիր, լատինոսներ և այլն, այս բոզի տղեն, դրա համար ընտրեց, քարոզում էր Տրամպի օգտին, դրա համար պահանջում էր միգրանտների լարել, եթե դուք չգիտեք, ապա ես այս ղախպեքին ուսումնասիրում եմ և շատ վաղուց, և դրա համար ընտրեց, հիմի ես որ Երևանցուն ասեմ, Հայաստանցում ասեմ, պատկերացնում ես, այս ղախպեն ոնց է հանդգնել գա Հայաստան, ես արդեն կասկածում եմ, ինձ թվում է այդ Երևանցի այդ ղախպեն Հայաստանցի կասի, այդ թքած, այդ հայերի վրա, որոնց դեպորտացնում են, թքած, հասկանում եք, այսինքն կոնչանի, ոնց ասեմ, բոզի տղա էլի, ոչ միայն այդ տարիքով տղամարդիկ կանայք, հասկանում եք, որոնց ասում ես, բացատրում ես, ցույց ես տալի ամեն ինչը, և այլն, ասում ես, ով է այդ ղախպեն, այդ Ջոելթենի, ու ոչ մի ատմառոսկեք են դարել հայրը, հիմի պատճառներ կարևոր չի, ինչքան այս ռեժիմը նպաստել, ատմառոսկեք են, դուք ձեր կաշվեքի վրա յուրաքանչյուրը զգաք, սաղ է ձեր ատմառոժնը, թե չի, բա հո մենակ Նիկոլով չի, արա այսքան ժամանակ, այսքան քանի տարի, բացի ինձանից մեկը բարձրաձայն պահանջել է, որ փակել ամերիկացիներին նսեմացնել, ռադանել, քսել ասֆալտով, քաշել, ստորացնել, ռադանել, նույն ձևի վարվել, վիզային երկրների քաղաքացիների մուտքը փակել, և նման ձև վարվել, ինչպես հայաստանցիների հետ են նրանք վարում, բացի ինձանից որևիցե մեկը պահանջել է, արա անգամ գտնվելով ստեղ Չեռնագորիայում, չնայած այլանդակսածից տեղա, սրանք կատարելով էլի Եվրոմիության պահանջը վիզա մտցրին Հայաստանում, Հայաստանի քաղաքացիների համար մինչև իմ գալը առանց վիզա էր, ես բարձրաձայն ստեղ ասեցի, ուրեմն թող ձեզ էլ, ուրեմն այս Չեռնագորիայի քաղաքացիներին էլ վիզա մտցրեք, հո իզուր չեմ ասում, ղախպեկ է սա, ովքեր քաղաքական դաշտում են, և ոչ միայն
Նայ բնակչության զգալի մասը ղախպի ծնունդներ, դուք մի հետ ինչ առնչություն ունեք, ղախպի ծնունդներ։ Հայոց ազգային բառը ոնց ես գործածում դու, քո անվանումը դու բոզի տղա անազգամ։ Դու ինչ Լևոն Զուրաբյան բոզի տղա, Լևոն Խեր Պետրոսյան բոզի տղաներ։ Դուք ինչ առնչություն ունեք Սայատնովու հետ։ Կամ թեկուզ Արամիլիչ Խաչատուրյանի հետ, որը սկի Հայաստանում էլ Երևանում էլ չի ծնվել, ոչ էլ կայացել աստե Հայաստանում էլի։ Ղախպի ծնունդներ, սատանի լեզուներ, սատանեք, ինչ առնչություն ունեք։ Ինձ հետ ինչ առնչություն ունեք, ղախպի թուլեք։ Սատանու տարած խաջաչի դիակներ, էլի։ Ոչ միայն նրանք ովքեր կա Հրանտ Բագրատյան իրան դրել է, ես իմ ղախպի տղա, մի անգամ պահանջել ես ԱՄՆ-ի քաղաքացիների մուտք առանց վիզա, ղախպա, փակել, սիկտիրելի, ղախպա, քակկերեք, բոլորը, Բայց ես նայում ես սատանեք են բոլորը, հայելի ակումբը, սատանեք, էլի, շատ ցածր մակարդակի սատանեք, էլի, մտել է ներխուժել է քաղաքական դաշտ, ես իրան ազնական չգիտեմ ինչի իշխարի ամա ու ողջունում են Ջոել Թենին այդ ղախպին, որը ձեր նմաններին լարում է ԱՄՆ-ում գտնվելով, ասում են չի պետք է գան իմ երկիրը, ձեր նմանները, ղախպի ծնունդներ, դուք ոնց եք ղախպեք, դու մենակ դրանք ես սատանեք ովքեր քաղաքական դաշտում, բնակչության զգալի մասը անազգամ այլանդակ ցածրալի դեբիլներ, ոնց ասեմ, մարդակներ, արդեն սատանայական հասած աստիճանի, բա ուրիշ չկա, եթե կարող ես ուրիշ ձև, ձևակերպի, ախր մտնում ես տասնյակ հարյուրավոր չէ, հազարավոր չէ, տասնյակ հազարավոր ես իմ իշխան մեկնաբանություններ, մի հատ ղախպա ռուս է եկել Հայաստան, բանա իրան նկարում է, վայ, բրատ, բարևում եմ, ողջունում եմ, այ անասուն, անազգամ կենդանի, դո հենց այդ ռուս է, անասունը, քեզ կողջունի, որ գնաց Ռուսաստան, չէ, կասի խես եկի այ խաչիկ այդ մեղ լավագույն դեպքում Այսօր Ռուսաստանում զանգվածային լարում են բոլորին, ովքեր իրաց նման կենթաները սվինառուս, գիտեք ինչքան եմ անպատվել։ Կապ չունի ով է, չես ուզում, կամ էլ չասած վիզային երկրներից էլ, չես ուզում արդար, այսինքն նեգատիվ մեկնաբանություն գրել օրինակ, անասուն ես քո երկիրը կարամ կամ չես առանց վիզա, հենց սիկտիրդ քաշին չես եկե, չեմ ողջունում քեզ, չեք ուզում գրեք, Ընդհանրապես ոչ մի բան մի գրեք, բայց այն չես ողջունում անազգամ քակակերներ ու նույն այդ անազգամ դեբիլ անազգամ կենդանիները հայաստանցիները անպատիվ վերին աստիճան ռեխները բացում են բոլորի հայերի անունից հիմար անազգամություններ արա բոլորը հոգո նման անազգամներ չեն այ տգետ անազգամներ չեն, այդ սատանե գրեխները պակեն։